Երևանցիները շնորհավորում են Արարատ Միրզոյանի կնոջը նոր պաշտոն ստանալու համար։ Շնորհավորում եմ։ Ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Ես նույնիսկ չգիտեմ ով է Արարատ Միրզոյանը։ Արտաքին գործերի նախարարը։ Հա, շատ ուրախ եմ իր համար, բայց ես չգիտեմ ով է։ 5 շաբթի է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի անձնակազմին ներկայացրել նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին։ Այդ իրանց ընդհանուր գործունեության մեջ է մտնում։ ԿՊ-ի ընդհանուր գործունեության մեջ է մտնում։ Ընտանիքներով տեղավորվել են այդ տարածքում։ Որ հարստանան, ինչ ասեմ։ Հայաստանի արտգործնախարարի կինը տնօրեն է նշանակվել մրցույթով, որը օբյեկտիվ է համարում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Այն դեպքում, երբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 10 անդամներից մեկը հենց Արարատ Միրզոյանն է։ Խորհրդի անդամներ են նաև նախարարներ Վահե Հովհաննիսյանը, Դավիթ Խուդատյանը, Գևորգ Պապոյանը, Մխիթար Հայրապետյանը, ազգային ժողովի ԿՊԱ-ական պատգամավորներ Բաբ Կենթունյանը, Ծովինար Վարդանյանը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է։ Սաղ իրանք էլ այսօր ԿՊԱ-ականներն են։ Ուրիշ մարդ չկա, ուրիշ մարդ գոյություն չունի։ Ինչ ուզել են կանեն։ Ես չեմ ընդունում, ճիշտ չի։ Ամեն դեպքում միջամտություններ շատ կան։ Հիշում են քաղաքացիները, թե ինչպես էր երկրի վարչապետը ամեն պատեհ անպատեհ առիթով հիշեցնում, որ իրենք երկիրը ազատել են խնամի ծանոթ բարեկամ մեխանիզմից, կաշառակերությունից։ Ցավալի է, հա, որ մեր դեպուտատ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր բոլորը ձեր բարեկամներին, փեսային կնոջ քրոջը բերում եք պաշտոնները, հիմա նույնն է, ոչ մի բան չի փոխվել, արգելներս, ոչ մի բան։ Իրենք շատ բան են ասում, բայց մենք տեսնում ենք հակառակը լրիվ, չէ՞։ Ես ամեն տեղ եմ տեսնում այդ կոռուպցիան, բայց դա իրենց ոչինչ չի անում, ոչ մանում դա բոլորս տեսնում ենք, բոլորս բողոքում ենք, բայց իրենց ոչինչ չի անում։ Զայրացած ու հիասթափված են մարդիկ, ոչնչից էլ չեն զարմանում։ Սպասել էր դաժե, իսկ թվում է դաժե ուշացել էր բերել։ ԿՊԱ-ականները տնով տեղով գրավում են երկիրը, իսկ դա կանխելու համար ոչ ոք ոչինչ չի անում, ասում են երևանցիները։ Ինչի նման ասա, իրանք իրաց գրպաններն են լցնում, հարստանում են ու մյուսների մասին չեն մտածում ու անգամ չեն էլ ուզում մտածել։ Վերջում եթե էսա որ ընտրություն բան էլի, այն վաղ որ սրանք գնան, Երևալովա ով է թալանչի, ով է ամենահարուստը։ Անիմաստ է, երկիրը տանում են կործանման, սա ուղղակի աբսուրդի է վերածվել, չգիտեմ, ափսոս մեր Հայաստանը, հա, ցավում եմ։ Աննա Գյուրնազարյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։